Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի առաջարկում Սարգիս Խանդանյանին։ Շնորհակալություն, իսկ այժմ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին ներկայացնելու համար ձայնը տրվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանին, համեցեք տիկին Վարդանյան։ Շնորհակալություն, հարգելի փոխոստանքներ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ներկայացնում եմ գործընկերոջս Սարգիս Խանդանյանին, ում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը առաջադրել է արտաքին հանձնաժողովների, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում։ Սարգիս Խանդանյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 24-ին Գավառում։ 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ստանալով քաղաքագիտության բակալավրի աստիճան։ 2013 թվականին ավարտել է աշխարհի 10 լավագույն բուհերից մեկի Լոնդոնի համալսարանական քոլեջի մարդաբանության ֆակուլտետը, ստանալով անթրոպոլոգիայի գիտության մագիստրոսի աստիճան։ 10-ից 15 թվականներին աշխատել է Civitas հիմնադրամում, 2011-ից եղել է Civilnet առցանց լրատվամիջոցի լրագրող եւ հաղորդավար։ 2014-15 թվականներին աշխատել է Change.org համաշխարհային սոցիալական արշավների կազմակերպության Արևելյան Եվրոպայի գրասենյակում որպես մեդիա արշավների, հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու։ 2015-16 թվականներին եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակների հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու։ 16-ից 18 թվականներ աշխատել է Ավրորա մարդասիրական նախաձեռնությունում որպես բովանդակային մասի պատասխանատու խմբագիր։ 2018 թվականի հունիսի 1-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ 2019 թվականին ընտրվել է Ազգային ժողովի 7-րդ գումարման падգամավոր Իմ քայլը դաշինքի համապետական ցուցակով։ 2021 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի падգամավոր է ընտրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ընտրական ցուցակով, 2023 թվականի փետրվարին 9-ին ընտրվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ 2023 թվականից ղեկավարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը, 23-ից 24 թվականներին զբաղեցրել է վեհաժողովի ժողովրդավարություն մարդու իրավունքների հումանիտար հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, 20 եւ 26 թվականներին ընտրվել է նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամ է։ Ղեկավարել է 2024 թվականի Ուզբեկստանում եւ 2026 թվականի Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը։ 8-րդ գումարման ազգային ժողովում անդամակցել է Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովում, ԵՄ Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում եւ միջխորհրդարանական միությունում Հայաստանի պատվիրակություններին, ղեկավարել է Հայաստան-Ռումինիա, Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբերը։ Սարգիս Խանդանյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, կուսակցության արտաքին կապերի պատասխանատու։ Տիրապետում է անգլերեն եւ ռուսերեն լեզուներին, ուսումնասիրել է թուրքերեն։ Սարգիս Խանդանյանի հետ պատիվ եմ ունեցել բոլորելու իմ 8-րդ աշխատանքային տարին եւ այդ տարիները չեմ կարող անվանել մեր քաղաքական թիմի համար ամենադյուրին տարիները, սակայն վստահ կարող եմ ասել, որ պարոն Խանդանյանը իրեն դրսևորել է որպես վստահելի, հավասարակշիռ, խստապահանջ, երբեմն շատ խստապահանջ նաեւ իր գործընկերների նկատմամբ պարտաճանաչ գործընկեր։ Որպես արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ նա փայլուն իրականացրել է իր առջև դրված խնդիրները։ Արդյոք եմ ունեցել նաև պարոն Խանդանյանի հետ մասնակցել թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս մեր միջազգային գործընկերների հետ հանդիպումներին, որտեղ Սարգիս Խանդանյանը կարողացել է առաջ մղել Հայաստանի Հանրապետության օրակարգերը եւ պաշտպանել մեր երկրի շահը։ Սարգիս Խանդանյանը նաև բացի լավ գործընկերը համարում եմ շատ լավ ընկեր եւ սիրով կպատասխանեմ հարցերին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար